Մենք երկու ճամփորդ պատմության երկար ճամփեքի վրա Ինչ ենք մենք փնտրում հազարինց դերհար Այս ճամփի վերջում ինչ կանձ է պահված Մեր ճամփի ամեն քարը գանձն է քո փնտրած սիրելիս Տես երկինքներում ոնց է սավառնում ջերմակ թռչունը Տես ոնց է բացվում շուշանը շքեղ Տես ինչ փայլեր են ցողի մեջ ցոլում Մենք գնում ենք ուր կա սիրո ակունք Եվ գնային լույսով անցիր Մեր արջև բացվող ամեն կածանում Հանդիպելու ենք տիրոջ հրաշքին Հանդիպելու ենք տիրոջ հրաշքին Հանդիպելու ենք տիրոջ հրաշքին Չէ։ Հա, չէ։ Հա, բայց վաղը։ Վազգեն բարև։ Մեր կողքի դիսկերի խանութում գիտես ինչ դիսկ են բերել։ Դու 3-ից հզորա։ Կրիզիսն է, արդեն դուրս է եկել։ Հա, բայց շատ թանկ է։ Ասում են արտոնագրված դիսկ է դրա համար էլ թանկ է։ Լավ լսի, հիմա այդքան փող ունես, հավաքի ու շուշու տարի մեր տուն։ Լավ։ Դիսկն առնես։ Հա, խելոք ջան, դիսկ կարդալը շատ եկամտաբեր աշխատանք է։ Վերջը մտածելու բան չունենք, ես փողով կարող ենք ամբողջ խանութը առնել։ Ախմա խումարներից փոխարեն ասա ինչքան փող ունես։ Չեմ ուրախացնում։ Անգամ գանձանակս եմ զոհաբրել հանութը դիսկին։
Այդ տղա ես քաղաքում էլ 10 ամյակ չմնաց, թե զախքում մոտ եմ։ Գարի, դու հրաշք ես։ Ինի մասին էի մոռացել։ Բայց դրա գույնության վատ կլինի։ Ումից պիտի իմանամ, կամ ինձանից կամ քեզանից։ Համա իմը չի, ինչ որ կարևոր ծախսի համար է։ Իսկ ես դիսկից կարևոր բան իմ համար չկա։ Համե տղեկը, որ իմացան ունենք է, նախանձից մեռնելու են։ Հետևներից են ընկնելու, որ գոնե 5 րոպե տանք խաղան։ Էդ հաստատ։ Այլի քիչ է։ Ուրեմն մեզ վիճակված չի ունենալ այդ խաղը։ Ինչ ես խոսում։ Ես հանուն այդ խաղը ամեն ինչի պատրաստ եմ։ Դե ուրեմն արիսեր դիմակներ մտնենք, դնենք, մտնենք խանութ։ Շատ ծիծաղելի է։ Դու սրա մտելու փոխարեն ավելավ եմ մտածես որտեղից փող ճարենք։ Ինչ ես ուզում։ Արի տնեցիկից ուզենք։ Որ իմանամ դիսկի համար է հաստատ չեն տա։ Նրանց համար գրքերից կարևոր ուրիշ ոչ մի բան չկա։ Թողնես մենակ ասեն գրքեր, գրքեր, գրքեր։ Եթե մի քանի օր չնախաճաշեինք, ոտքով մանգակու, այդ փող հավաքենք։ Մինչև 1 կոպեկ հավաքենք, այդ դիսկը արդեն վաղուց կառնեն։ Սպասիր, ասում ես։ Որ ինչ հիշեցիր։ Տնեցիկից ուզենք։ Բայց դու նոր ասացի, որ չեն տա։ Նայած ոնց ուզենք։ Սուս, արի դրից։ Ոչ ես գրել։ Ավոր ծիրանք իմանար։ Սուս մնա։ Մամա երբեք չգիտի իր դեմ մապանակում ինչքան։ Լավ բան չես անում։ Մասելի։ Կմեծանամ սրանց 1000 անգամ շատ է կտամ։ Համի շուշ, որ դիսկը վերջացավ քեզ ստորել։ Այսքան կոպեկ ձեզ որտեղից։ Տրոլեյբուս եք թալան է։ Ուրիշ մանր չունեք։ Ոչինչ չեմ հասկանում, հոստատանը մի ժամ հերթ կանգնեցի, որ վճարեմ, տեսնեմ պակասում է։ Այդքան մարդկանց մեջ ամոթից գետինն էի մտել։ Կարող է լավ չէիր հաշվել։ Գումարը տալու ժամանակ մի անգամ դու հաշվեցիր, մի անգամ էլ ես։ Դրեցի դրամապանակս, հաստատ ամեն ինչ ճիշտ էր։ Լավ փողը հովոտքեր չառավ, դուրս եկավ ու գնաց։ Կարող է գողացել են։ Գողանալուց ամբողջ գումարը կվերցնեին։ Դե ուշադիր եղի էլի։ Շատ անհարմար վիճակի մեջ էի, երբեք այդքան չէի ամաչել։
Նո արեմ, պատմիչ տեսնեմ, իվա ինչ պատմության մեջ ես ընկել։ Տերը, մի համակարգչային խաղ կա, նորություն է, դեռ ոչ մեկ չունի։ Ես էլ որ տեսա շատ ուրախացա, բայց իմ ու Գարիկի ամբողջ կարողությունն իրար հետ չբավականացրեց, որ դիսկը կարողանան գնել։ Եվ Ես էլ որոշեցի մամայիս դրամապանակից պակասորդը հանեմ։ Մտածեցի, որ չի նկատի։ Բայց երբ որ գնացել է փոստ, որ վարձերը մուծի, գումարը չի բավականացրել ու հիմար վիճակի մեջ է ընկել։ Ես էլ հիմա չգիտեմ ինչ անեմ։ խիղճ դե տանջում, հա։ Եվ փառք Աստծո, լավ է, որ գոնե խիղճը տանջում է։ Դու գողություն ես արել։ Տերը, ինչ գողություն, մայրիկից եմ չէ վերցրել։ Գողությունը մնում է գողություն, ումից ուզում ես վերցրու։ Եվ տեսնում ես մեղքը ինչ հետևանքներ է ունենում։ Մեղքը ծնում է մեղք։ Ասում է ելի լավ բան չենք անում, իսկ դու մամայից եմ էլի վերցրել, հենց որ մեծայում սրանց 1000 անգամ շատն եմ տալու։ Հեչ է ինքդ ես վերցրել։ Դեռ մի բան հանցակից ես սարքել։ Տերը, բայց մենակ ինձ նույնիսկ չեն էլ կասկածում։ Այսինքն մարդիկ վստահում են քեզ, ծնողներդ քեզ վստահում են, իսկ դու չարաշահել ես նրանց վստահությունը։ Մամայրդ ուրիշներին է կասկածում, լավ բան չես արել։ Պատվիրանը մոռացել ես, մի գողացիր, մի գողացիր, Աստծո տված պատվիրանը։ Լավ է, որ եկար խոստովանեցիր մեղքդ, փառք Աստծո։ Լավ է, որ տանջվում ես։ Նշանակում է խիղճդ արթուն է դեռ։ Բայց դա բավական չէ, ասեմ քեզ։ Հավատում եք, նույնիսկ այդ խաղը չեմ կարողանում խաղալ։ Նորից ասեմ, փառք Աստծո։ Ուրեմն քո անելիքը սա է, որ պետք է գնաս եւ ծնողներիդ խոստովանես քո արածը։ Չեմ կարող, Տեր, լեզուս չի պտտվի։ Իսկ ո՞նց կարողացար դրամապանակից գումար անել։ Դե գնաս եւ այդպես կանես, եթե ուզում ես, որ այդ մեղքդ ներվի։ Լավ, խոստովանեմ, ծանր կպատժվեմ, բայց ոչինչ։ Դա ինչ կարող, պատժվիր։ Մարդ իր ամեն արածի համար պետք է պատասխան տա Աստծո առաջ եւ մարդկանց առաջ։ Երբ ծնողներիդ խոստովանես, կգաս մեղքերի թողություն տան։ Դու նույնպես Աստված օրհնի։ Գնացի։ Մամի ջան, ներիր, որ համարձակություն չունեցա ասել քեզ այդ մասին։ Պայուսյակիդ փողը ես եմ վերցրել։ Ես շատ մեղավոր եմ զգում, մամ։ Ներիր ինձ, խնդրում եմ։
ինչ ասացին։ Պատկերացրու այդքան էլ շատ չճղայնացան, ինչքան որ ես էի սպասում։ Ասացին, որ ուրախ են, որ զղջացել եմ ու սխալս հասկացել եմ ու ինձ ներում են։ Իմ կողմից էլ ներողություն խնդրեցիր։ Խնդրեցի, իսկ հիմա լսի ամենաանհավանական բանը։ Նայր մեր ագինձ ինչ են նվիրել։ Երազ է տեսնում։ Չէ, լավ էլ արթուն ես։ Իսկ ես մտածում եմ գալու էի տեսնեի գիվսերի մեջ անկոնում պարկած ես։ Իսկ քեզ մի բան էլ նվեր են նվիրել։ Լսի, չգնանք տեր հոր մոտ, նրան ուզում եմ ամեն ինչ պատմեմ։ Գնացինք։ Գնացինք։